Երբևէ մտածել եք, թե ինչու է լինում, որ ամենախելացի մարդիկ, ում ճանաչում ենք, միշտ չէ որ ամենահաջողակն են։ Դե եկեք միասին բացահայտենք մի շատ կարևոր գաղափար, թե իրականում ինչն է տարբերում հաջողությունը պարզապես մեծ պոտենցիալ ունենալուց։ Գիտեք, այս միտքը իրոք ստիպում է կանգ առնել ու մտածել։ Մեզ բոլորիս փոքրուց սովորեցրել են, որ խելքը, գիտելիքը հաջողության համար ամենակարևոր բանն է, բայց իրական կյանքը, ինչպես տեսնում ենք մեր շուրջը, ցույց է տալիս, որ պատկերը մի քիչ ավելի բարդ է։ Համոզված եմ, որ հենց հիմա ձեր մտքով անցավ կոնկրետ մեկի անունը, չէ՞։ Մի մարդ, ով բառացիորեն լիքն է գաղափարներով, բայց կարծես թե միշտ մնում է տեղում, երբեք դրանք կյանքի չի կոչում։ Բայց ի՞նչն է նրանց հետ պահում։ Պատասխանը կարող է ձեզ իսկապես զարմացնել։ Պարզվում է, որ հենց այդ խելքը, այդ մեծ ինտելեկտը կարող է լինել ոչ միայն պարգև, այլև իսկական թակարդ։ Կան 3 հիմնական պատճառներ, այսպես ասած, ճշմարտություններ, որոնք բացատրում են, թե ինչպես են ամենախելացի մարդիկ հաճախ հայտնվում այս թակարդում։ Եկեք դրանք բացահայտենք մեկ առ մեկ։ Առաջին ճշմարտությունը հայտնի է որպես վերլուծական պարալիզ։ Պատկերացրեք մի իրավիճակ։ Դուք կանգնացեք մի ճանապարհի սկզբում ու փորձում եք նախորոք հաշվարկել բոլոր հնարավոր շրջադարձերը, բոլոր հնարավոր խոչընդոտները։ Դուք այնքան եք խորանում այդ վերլուծության մեջ, որ արդյունքում երբեք չեք անում առաջին քայլը։ Սա մի տեսակ արատավոր շրջան է ստացվում։ Տեսեք, ամեն ինչ սկսվում է վերլուծությունից։ Շատ լավ է, բայց հետո այդ վերլուծությունը ծնում է կասկածներ։ Իսկ այդ կասկածները ձեզ մղում են դեպի, իհարկե, ել ավելի շատ վերլուծություն։ Եվ այսպես շարունակ դուք հայտնվում եք մի անվերջ ցիկլի մեջ, սպասելով մի պահի, որը երբեք չի գալիս։ Կատարյալ պահ գոյություն չունի, դա ուղղակի առասպել է։ Դա նման է հորիզոնի։ Ինչքան էլ մոտենաս, այն միշտ քեզնից հեռու է լինելու։ Ու մինչ դուք այդ հորիզոնի հետևից եք ընկած, իրական հնարավորությունները գնացքի պես սլանում անցնում են ձեր կողքով։ Լավ, բայց ինչու ենք մենք այդքան շատ վերլուծում։ Շատ հաճախ դրա հիմքում ընկած է մեր երկրորդ ճշմարտությունը՝ կատարելության առասպելը։ Մենք ուղղակի սարսափում ենք սխալվելու մտքից ու նախընտրում ենք ընդհանրապես ոչինչ չանել, քան անել մի բան, որը կատարյալ չէ։ Այստեղ մենք ունենք երկու տեսակի մարդ։ Մեկը մտածողն է, ով անվերջ սպասում է կատարյալ պլանին, որը անկեղծ ասած երբեք էլ չի գալու։ Իսկ մյուսը գործողն է։ Նա չի վախենում սխալվելուց։ Նա ստեղծում է ինչ-որ բան, թեկուզ անկատար, թեկուզ սխալներով, բայց ամենակարևորը իրական։ Հիմա ասեք, ո՞ր մեկն է ավելի մոտ հաջողության։ Ու սա է ամենակարևորը։ Գործողությունը, նույնիսկ եթե այն հանգեցնում է սխալի, ձեզ տալիս է փորձառություն։ Իսկ անթերի, բայց թղթի վրա մնացած պլանը ձեզ տալիս է միայն ափսոսանք։ Առաջինը դաս է, երկրորդը ուղղակի փակուղի։ Եվ մեր այդ սխալվելու վախը հաճախ սնվում է մեր երրորդ ճշմարտությունից, այսպես ասած կասկածների երգչախմբից։ Մենք անընդհատ անհանգստանում ենք, թե ինչ կմտածեն մյուսները, ու թույլ ենք տալիս, որ նրանց ձայները խեղդեն մեր սեփական ներքին ձայնը։ Պատկերացրեք մի րոպե։ Փորձագետների կարծիքները կազմում են մեր որոշումների 35%-ը, ընկերների խորհուրդները 30%, համացանցի աղմուկը ևս 30%։ Սա արդեն 95%-ն է։ Իսկ ինչ է մնում մեր սեփական ներքին ձայնի համար։ Ընդամենը 1%։ Սա ուղղակի անհավանական է։ Մենք դառնում ենք ուրիշների կարծիքների արձագանքը։ Սա շատ կարևոր հակադրություն է։ Մի կողմում այն մարդն է, ում ուղղակի ռմբակոծում են ուրիշների կարծիքները, եւ նա շփոթված է ու կանգնած տեղում։ Մյուս կողմում այն մարդն է, ով ունի իր սեփական կողմնացույցը։ Այո, նա կարող է լսել ուրիշներին, բայց վերջում որոշումը կայացնում է ինքը, լսելով իր։ Դե ինչ, մենք ուսումնասիրեցինք թակարդը։ Վերլուծություն, կատարելություն, կասկած։ Բայց բարեբախտաբար յուրաքանչյուր թակարդ ունի իր ելքը, եւ այդ ելքի բանալին իրականում զարմանալիորեն պարզ է։ Ահա, այս ամբողջ գաղափարը կարելի է ամփոփել այս պարզ բանաձևի մեջ։ Ձեր միտքը, ձեր գիտելիքները, դա պոտենցիալ է, բայց այդ պոտենցիալը մնում է փակված, քանի դեռ դուք չեք սկսել շարժվել։ Եվ միայն այդ շարժման, այսինքն գործողության միջոցով է պոտենցիալը վերածվում իրական, տեսանելի ուժի։ Այսպիսով, ինչ է իրականում գործողությունը։ Դա պարզապես զբաղված լինելը չէ, դա կատալիզատոր է։ Դա այն կախարդական բաղադրիչն է, որը վերցնում է ձեր մտքերի այդ անշարժ զանգվածը եւ վերածում այն շարժիչ ուժի, որը կարող է փոխել ձեր ամբողջ իրականությունը։ Լավ, մենք բավականին խոսեցինք տեսությունից։ Հիմա եկել է պահը խոսելու քո մասին, որովհետև ի վերջո այս ամենը հանգում է մեկ բանի՝ քո որոշմանը։ Ոչ թե վաղը, ոչ թե հաջորդ շաբաթ, այլ հենց այստեղ եւ հիմա։
Հիմա դու կանգնած ես երկու ճանապարհի խաչմերուկում։ Մեկը անverջ մտքերի, կասկածների ու վախերի լաբիրինթոզն է, մյուսը գործողության, առաջընթացի ու իրական հնարավորությունների ճանապարհն է, որը սկսվում է ընդամենը մեկ փոքրիկ քայլով։ Ուրեմն որ ճանապարհն ես ընտրում այսօր։ Դու կշարունակես մտածել, թե վերջապես կսկսես։